Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Անդիմության առաջարկած այս նախագիծը ես շատ կարճ կլինեմ, շատ տիպիկ պոպուլիստական, վիրավորական բան չկա նախագիծ է, շատ տիպիկ, որի նպատակն է որը երեկոյան լրատվամիջոցներում գրել հետևյալ վերնագիրը, որ ընդդիմությունն ուզում էր թոշակները բարձրացնենք, իշխանությունը չհամաձայնեց։ Էս է նպատակը։ Իսկ ինչ է կատարվել իրականում։ Իրականում 18 թվականից հետո 18 թվականի նվազագույն 16800 դրամ նվազագույն կենսաթոշակը բարձրացվել այսօր արդեն հասել է 36000 դրամի։ Պարոն Վարդանյանը միջին թոշակի համեմատություն բերեց, նվազագույնը մոռացավ, այսինքն մոտ 20000 դրամով նվազագույն կենսաթոշակը Հայաստանում բարձրացել է 7 տարում։ Սա տարեկան գիտեք ինչքան է անում։ 150 միլիարդ դրամ, որովհետև Հայաստանում կա 650000 թոշակառու։ 150 միլիարդ դրամ, այսինքն 380 միլիոն դոլար տարեկան։ Հայաստանի Հանրապետությունը հիմա 380 միլիոն դոլարով ավելի շատ թոշակ է տալիս իր քաղաքացիներին, քան տալիս էր 2018 թվականին։ Ընդհանուր կենսաթոշակային ֆոնդը այս դեպքում արդեն ոչ թե հավասար, այլ համադրելի է, կամ ավելի ճիշտ կլինի ասել համեմատելի է ընդհանրապես պետական եւ համայնքային ծառայողների աշխատավարձների ֆոնդի հետ։ Այնտեղ խոսքը այս երկրորդը շատ միջինացված թվերով կասեմ, եթե այնտեղ խոսքը մոտ 1.5 միլիարդ դոլարի մասին է, այստեղ խոսքը մոտավորապես 1 միլիարդ դոլարի մասին է։ Հայաստանի Հանրապետությունում կա 720,000 վարձու աշխատող եւ 650,000 թոշակառու։ Սա ինչ է նշանակում, հարգելի գործընկերներ։ Սա նշանակում է, որ մոտավորապես 1 աշխատողը ապահովում է 1 կենսաթոշակառուի թոշակ։ Սա ինչի մասին է խոսում։ Բացի ժողովրդագրությունից, սա նաև խոսում է արտադրողականությունից, սա խոսում է այն մասին, որ ռեսուրսները պետական բավականին սահմանափակ են եւ նույնիսկ այս սահմանափակ ռեսուրսների պայմաններում պատկերացրեք 1 միջին թոշակը, պատկերացնում եք դա, այսինքն 1 աշխատող մարդը ամսական 50,000 դրամ իր աշխատածից անուղղակիորեն, դա չի երևում թղթաբանության մեջ, դա հարկերի տեսքով է ձևավորում, իր ստեղծած հավելյալ արժեքից 50,000 դրամ որևէ թոշակառուի թոշակ է տալիս, որևէ թոշակառուի, սա է իրավիճակը, թոշակը բարձրացնելու ճանապարհը ո՞րն է։ Հնան ավելացնել պետության, արտադրողականությունը ավելացնել, տնտեսությունը մեծացնել այս պետության, սա է թոշակ բարձրացնելու ճանապարհը։ Ոչ թե օրենքում գրել, որ ինչը որ արդեն մենք արել ենք, օրենքում առանց գրելու էլ մենք դա արել ենք։ Այն որ ձեր գործընկերը ժամանակին սոցիալ նախարար է եղել, իր ժամանակ նվազագույն թոշակը հավասար է նվազագույն պարենային զամբյուղին, որ եկել է ամբյոնից, կներեք արտահայտության համար մեծ խոսում է։ Իր ժամանակ, երբ որ ինքը պարոն Աղբան Վարդանյանը սոցիալ նախարար էր, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հավասար էր Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղին։ Հիմա հավասար կամ համադրելի է։ Եկեք փաստերով խոսենք, էլի կներեք, շնորհակալություն։